Սրտի տանիքներով Մուսա Production Դավիթ, դեռ անկեղծորեն ասեմ, տանիքում ֆուտբոլիստի հետ չեմ զրուցել։ Ես ֆուտբոլ խաղացել եմ։ Տանիքում, բայց վտանգավոր է, իսկ տանիքում ֆուտբոլ խաղ։ Առավել ևս, որ սենց ոգևորված ու մոռանում ես, ինձ խաղի ընթացքում ես բեմում եմ խաղում, դու դաշտում ես խաղում, բայց ասա, որ խաղի ընթացքում մոռանում ես, երբ որ նվիրված, չէ՞։ Հա, միշտ ինձ հարցնում էին, նկատում ես, որ մենք եկել ենք դաշտման, բայց իրականում հա հիմա ես միշտ դաշտ դուրս գալուց տղայից ձեռքով էի անում, բայց առաջ միշտ ես կենտրոնացած խաղի վրա ուշադրություն չես դարձնում ով է եկել ով չի եկել, բայց պարզա երբ որ լեփլեցուն է խաղը դաշտը միշտ ուրիշ զգացողություններ են։ Դա ամենից հեռանկարային ֆուտբոլիստ, լավագույն ֆուտբոլիստ, այդ մրցանակներ են, չէ՞, ասում մրցանակները, որոնք որ տրվում են, դրանք քեզ ոգեշնչում են։ Այդ պահին իհարկե տենց ոգեշնչվող բան էր դա ու ես այդ երկու մրցանակը ստացել եմ 6 ամիս շատ լուրջ վնասվածքով խաղալով, այսինքն ես պետք է գնայի վիրահատության ենթարկվեի, բայց դիագնոզը այդ վիրահատության շատ ուշ ունեցանք ու առջևում կար շատ կարևոր երկու հանդիպում Թուրքիայի հավաքականի հետ եւ ես որոշեցի, որ չեմ վիրահատվելու, որովհետեւ եթե վիրահատվեի, այդ խաղերը բաց էի թողնելու։ Ու այդ 6 ամիսը ես շատ լուրջ խնդիրներով, չգիտեմ ոնց սովորեցի խաղալ այդ խնդրով, շատ բարդ էր, բայց ստացվեց Փյունիկը դարձավ չեմպիոն, գավաթակիր Հայաստանի եւ ես այդ երկու մրցանակները ստացա ու նաեւ երիտասարդական հավաքականում շատ ուժեղ թիմ ունեցանք ու ես իմ ներդրումը դրա մեջ ունեի։ Հենց փոքրուց գիտեիր, որ ֆուտբոլիստ պիտի դառնաս։ Եթե ես նույնիսկ չգիտեի, բայց մեր հարևանները տեսնում էին դա, որովհետև հենց մանկուց շատ եմ գնդակով խաղացել, այս փողոցներում, այս բակում։ Եղբայրդ էլ է, չէ՞, ֆուտբոլի։ Եղբայրս էլ, այո, մենք 2 տարվա տարբերություն ա մեր մոտ։ Միշտ միասին էինք խաղում։ Ինքը տենց բարձր հաջողությունների չհասավ, բայց շատ լավ տաղանդավոր ֆուտբոլիստ էր։ Ինքը 2011-ին մեկնեց ԱՄՆ, մայրիկիս միացավ։ Այնտեղ սկսեց սովորել քոլեջում խաղալ, նույնիսկ վերադարձավ մի պահ Փյունիկ, բայց ինչ-ինչ հանգամանքներով իր կարիերան ֆուտբոլային չստացվեց։ Բայց ինքը քեզ ոգեշնչում էր, դու իրանից հետո սկսեցիր ավելի ֆուտբոլով տարվել, թե Չէ, միշտ ես երկուս էլ ֆանատ ենք եղել ֆուտբոլի, մինչև հիմա էլ ֆանատներ ենք, բայց կարծում եմ իմ ձգտումը շատ ավելի էր, որովհետև ես կարողանում էի ինձ զրկել որոշ բաներից, եղբայրս ավելի շատ չէ։ Այսինքն այդ հարցը կար, երբ որ դու չպետք է գնաս ծնունդ, դու չպետք է գնաս վերջին զանգ, դու չպետք է գնաս ցանկացած ինչ-որ բանի։ Որովհետև պարապմունք ես։ Խաղ ունես այդ օրը, պարապմունք ունես։ Ես իմ վերջին զանգին գնացել եմ, երբ որ արդեն խորովածը վերջացել էր, որտեղ աշտարակում թիմս խաղում էր։ Վերադարձել եմ եւ տենց մի պահ տենց ընդհանուր նկարների մեջ հայտնվել եմ, բայց շատ բան է, իրականում պրոֆեսիոնալ մարզիկ լինելը շատ դժվար է, շատ մեծ զոհաբերությունների պետք է գնաս։ Տենց չի, որ ինչ-որ շատ բարդ, ինչ-որ հոգեկան զոհաբերություններ են, բայց դու պետք է քո կոմֆորտ զոնայից դուրս գաս դրա համար։ Պիտի հասկանաս, որ նա քեզ համար առաջն է։ Եթե դու ունես նպատակ, պետք է քեզ այդ կողքի բաները չխանգարեն։ Դա իսկ երկար ճանապարհ ես անցել։ Եղել է մի մարզիչ կամ մի անձնավորություն, որի խոսքը քեզ համար սենց շատ ճակատագրական է եղել որպես ֆուտբոլիստ։ Իրականում մարզիչը ոնց որ դասատուն, դասղեկը չէ, շատ կարևոր մարդիկ են դրանք երիտասարդների կյանքում, մարդու կյանքում, իսկ ֆուտբոլը ու մարզիչը բացառություն չեն, լավ մարզիչը կարող է կյանք փոխի, պարտադիր չի որ այդ ֆուտբոլիստը դառնա ինչ-որ շատ ուժեղ ֆուտբոլիստ, հայտնի ֆուտբոլիստ, բայց մարզիչը կարող է իր ապագան իրան լավ մարդ դարձնի, որը շատ ավելի կարևոր է, որովհետև իմ թիմից, որ բոլոր թիմերում խաղացել եմ, մանկապատանեկան թիմերից երևի 2-3 հոգին են հաջողության հասել։ Իսկ ես ունեցել եմ երևի 150-200 թիմակից։ Այդ նորմալ է, այսինքն ֆուտբոլային առումով այդ նորմալ է։ Ոչ բոլորն են կարող, ու իրական թիմերը այդքան չկան, որ դու բոլորն են կարողանան խաղալ, բայց իրենք դառնում են լավ մարդիկ։ Հետո դու ընկերություն ես այդ մարդկանց հետ անում, ամեն մեկը իր ոլորտում է հաջողության հասնում։
Ես ունեցել եմ երևի 3 մասի եմ կյանքից բաշխում անում, կարիերայի եւ իմ կյանքի, դա երբ որ մայրիկս մեկնեց ԱՄՆ եւ մենք շատ լուրջ խնդիրներում էինք Հայաստանում, ցանկությունս ֆուտբոլ խաղալու մարզվելու, sense միանգամից ընկավ, որ ես երբեք պարապմունք բաց չէի թողել, մի պահ զգում էի, որ կարող է ինչ-որ արդիտ փնտրեմ, որ չգնամ մարզման, որտեվ մոտիվացիա չկար, այսինքն այդպես ընտանեկան խնդիրները միշտ խանգարում են քեզ։ Ու նույնիսկ մի օր եղավ, որ ձևացրեցի, որ հիմանդեմ ու չգնացի մարզման, որը կյանքումս միակ դեպքն ա եղել։ Իսկ ինձ զորով էին տունը պահում, որ ես չգնայի անձրև, ձմեռ, կապ չունի, միշտ գնում էի մարզման։ Տակությունով թե բանով միշտ գնում էի։ Ու դրանից հետո մի պահ Արմեն Սանամյան մարզիչ ունեցա, որը ֆուտբոլի ֆանատ է մինչև հիմա, ու ինքը ինձ նորից ստիպեց վեր սիրել, հա, նոր կրկին սիրել ֆուտբոլը, այն ձև ոնց որ ես միշտ սիրել եմ։ Ու ինքը sense բեկումնային շատ դեր ունեցար իմ կյանքում, եւ ես նորից սկսեցի սիրել ֆուտբոլը, սկսեցի շատ լավ մարզել։ Դա մարզվելու Վերաբերմունքն էր, երբ որ ինքը խոսում էր ֆուտբոլից, այդ ֆանատիզմը դու պիտի գնդակով քնես, որ sense երակդ կտրեմ պետքա գնդակը տեղից դուրս գա, sense խոսքեր, ֆանատիզմ, որը այդ ինձ փոխանցվեց։ Երկրորդ փուլը դա Արմեն Գյուլբուդաղյանցն էր, որը մանկապատանեկան ֆուտբոլից քեզ դարձնում է պրոֆեսիոնալ ֆուտբոլից։ Երբ որ դու 16 տարեկան ես, ինքը քեզ ասում է դու պետք է այդ 25-30 տարեկանին ֆիզիկապես հաղթես, դու պետք է խաբես, անցնես, խփես։ Այսինքն ինքը քեզ դարձնում է այն պատանեկան են, որ հա հաճույք ենք ստանում, գոլ ուրախացանք, սիրում պաս, ֆինտ։ Վերջ, մոռացար դրա մասին։ Դու հիմա մարզիկ ես, պրոֆեսիոնալ մարզիչ ես, ֆուտբոլիստ ես։ Ու էդի բեկումնային էր, երբ որ դու արդեն դարձար պրոֆեսիոնալ, այդ մանկապատանեկան ֆուտբոլը վերացավ։ Եվ երրորդը դա Վարդան Մինասյանն էր, որի օրոք ես առաջին անգամ հրավիրեցի ազգային հավաքական, իմ առաջին խաղ ունեցա Լատվիայի դեմ, եւ ինձ դարձրեց ինքը արդեն հասուն ֆուտբոլիստ, համ տակտիկապես, համ ֆիզիկապես, համ ընդհանրապես ֆուտբոլի ընդհանուր ամեն ինչա դրա մեջ մտնում, պրոֆեսիոնալիզմը, քո մարզումները, քո ֆուտբոլ հասկանալ, այդ 3 հոգին իմ համար շատ կարևոր են եղել, բայց պակաս կարևոր չի եղել իմ ամենաառաջին մարզիչը պարոն Փիլիպոսյանը, որը իմ ու Հենրիկի առաջին մարզիչն ա եղել, ես ու Հենրիկ Մխիթարյանը միասին ենք սկսել ֆուտբոլ հաճախել ու մինչև հավաքականների մակարդակով միասին տենց մեր կարիերան գնացել է ու մինչև հիմա ընկերություն ենք անում։ Հաջողությունը չի փոխում մարդկանց, Հենրիկին էլ չի փոխում։ Չէ, հաջողությունը Հենրիկին է, որ ընդհանրապես չի փոխել ու իրականում ես երբեք դրվագել չի եղել, որ կասկածել եմ, որ կփոխի։ Որտեվ ինձ թվում է մարդ ինքը իրանով արդեն երբ որ դու վաղուց ես իրան ճանաչում, նույնիսկ մտքումդ չի անցնի, որ ինչ հաջողություններ ունենա կփոխվի։ Ինքը կա նենց, ոնց որ ես հիշում եմ իմ ծննդյան օրը, այդտեղ 97 թվին։ Դա ես գիտեմ, որ դու շատ վնասվածքներ ես ունեցել այդ քո կարիերայի ընթացքում։ Որն էր, որ քեզ սենց շատ ակ ցավացրել ու կոտրել, այն որ էս չպիտի լիներ էս պահին ինձ հետ։ Բարդ է դա հիշելը, բայց կարծում իմ կյանքի ուղղությունը, որ կարար սենց գնար, այդ 2010 թվականի լուրջ վնասվածքներ, որից հետո ես մոտ 2 տարի չխաղացի, բայց դրան հաջորդեցին էլի ոնց որ շղթայական ռեակցիաներ, նոր վնասվածքներ, նոր խնդիրներ, բայց այն որ ոչ մի զղջում չունեմ, որովհետև կյանքս լրիվ ուրիշ ձև կդասավորվեր, իսկ ես հիմա ոնց ամեն ինչ կա, ես երջանիկ մարդ եմ, ունեմ լավ ընտանիք, ծնողներս առողջ են, իմ կարիերան կարելի ասել կարար լիներ ստեղ, եղավ ստեղ, բայց այդ ինձ որպես մարդ չփոխեց ու ամենակարևորը, որ ես ուզում էի ֆուտբոլ խաղալ, այսինքն հա դու ունես երազանքներ, խաղալ այս թիմում, խաղալ այն թիմում, բայց ամենակարևոր բանը դա ֆուտբոլ խաղալն էր, որ ինձ երջանկություն էր բերում ու այդ 2010 թվականին այդ կարար պրոստո վերանար իմ կյանքից ու չխաղայի, բայց դրանից հետո ես ունեցա մինչև 2023 թիվը, այսինքն 13 տարի ֆուտբոլիստի կարիերա, սենց վերև ներքևով։ Ինձ պատմում էին, որ դու բացառիկ տաղանդի ֆուտբոլիստ ես ու եթե այդ վնասվածքը քեզ հետ չլիներ, դու իսկապես չգիտեմ որտեղ կարող էիր լինել, բայց ես գիտես չեմ կարծում, որ միայն ֆուտբոլիստ լինելով քո միսիան ավարտվում է, որովհետև օրինակ քեզ մարզիչի կարիերան գրավում է։
Փոքր տարիքում հա, ես միշտ sense նոթատետր ունեի եւ մարզումները միշտ գրում էի, ինչ արեցինք այսօր, ինչ նոր վարժություններ սովորեցինք ու բոլորը ինձ ասում են, որ դու մարզիչ ես վերջում դառնալու, բայց ես հասկանում եմ, որ մարզչի ժամանակը շատ մարդու կյանքից շատ ժամանակ է խլում, երբ որ դու ֆուտբոլիստ ես, դու եկար մարզվանը, գնացիր հանգստացար, ռեժիմ պայեցիր, պատրաստվեցիր հաջորդ մարզմանը կամ խաղին։ Այսինքն քո գործը սկսում ավարտվում է ինքդ քեզնով։ Դու պատրաստվեցիր, դու այդ կատարեցիր։ Մարզիչը ինքը պատասխանատու է բոլորի համար ու աշխատանքը ու ժամանակը տեղ շատ ավելի է պետք։ Իսկ ես կարծում եմ, որ իմ ժամանակը շատ ավելի լավ կարող եմ օգտագործել հենց հանուն ֆուտբոլի, հանուն սպորտի ու այս իմ պրոյեկտը, որ ես 2 տարին ցած գնում է, կարծում դրա վառ ապացույցն է, որ ես այդտեղ շատ ավելի օգտակար եմ մեր հասարակությանը, քան որպես մարզիչ։ Հնարավոր է ինչ-որ բան փոխել։ Սթրիթբոլի մասին է խոսքը, որին տղաս էլ, օրինակ տղաս բասկետբոլի ֆանատ է ու երբ որ ասում եմ մամ գնում ենք հիմա Գավառ, ասում տիկ ո՞նց ես գնում Գավառ, բա սթրիթբոլով գնում ենք մամ ավտոբուսը գնալու է, չգիտեմ եւ այլն։ Հետո ես հասկացա, որ հեղինակը դու ես հետո սենց հպարտացած գնացեցի Տիգրան, գիտես ում հետ եմ ծանոթացել ու ինձ շատ հաճելի էր, բայց դա ես հասկացա, որ երեխաների համար, ովքեր որ սիրում են սպորտը ու կապ չունի, որ ուղղությամբ դա լինի բասկետբոլ, ֆուտբոլ եւ այլն, դա մի հատ տոնի ես դու վերածել, որը շատ կարեւոր է, գիտես, որտեղ տարիները անցնում են, այդ բակային մշակույթը խաղալու, ընկերանալու, չգիտեմ, կարծես հետ նահանջ ապրել, մարդիկ իրար կողքի մուտքերում էլ ապրելով իրար օտար են, անգամ կողքի հարևանին չգիտեն, չեն ճանաչում։ Իսկ այդ սթրիթբոլը մի հատ էլի երեխաների ոնց որ միավորելու, տոն պարգևելու ինչ որ մի հատ ճանապարհ է։ Հենց այդ քո ասածը անցած տարվա գաղափարախոսություններ սթրիթբոլը համախմբում է։ Եվ դրա մեջ գաղափարը այն էր, որ մենք բոլոր մարզերով, Հայաստանի բոլոր մարզերով ամեն մարզում մեկ քաղաքում պետք է անցկացնենք մեր սթրիթբոլ Արմենիա Հայաստանի գավաթը եւ դա ինձ համար մի միջոց էր, որ բոլորին համախմբենք, բոլոր մարզերի մարդկանց, չասեմ մենակ երեխաներին, որտեղ սթրիթբոլի շատ մեծ է։ Տարիքային սահմանափակում կա դա։ Կան տարիքային սահմանափակումներ, բայց նաև մեծերի համար կա։ Բասկետբոլն էլ, ֆուտբոլն էլ, այսինքն բոլորի համար է սթրիթբոլը։ Իսկ այս տարի իմ գաղափարախոսությունը մի քիչ փոխել է, դա էլի կա, բայց մենք այս տարի որոշել ենք, որ լինի ամեն ինչ սկսվում է փողոցից։ Ու դա ոչ միայն ֆուտբոլին, ոչ միայն բասկետբոլին է վերաբերվում, այլ ընդհանուր կյանքին, որովհետև փողոցում դու սկսում ես ընկերասիրությունը սովորել, հարգել մեծերին, չգիտեմ, ոնց ասեմ, քո եսը պաշտպանել ու փողոցը նաև կարա քո վրա վատ ազդի։ Այսինքն, եթե դու քո կյանքը հակառակողությամբ գնաց, էլի նույն ձև փողոցից է սկսվում։ Մենք ուզում ենք այն դրական բանը լինենք, որ այդ սկսվելը մենակ դրական ու լավ ապագա կստեղծի այդ երեխաների համար, որովհետև երբ որ ես տեսնում եմ այդ երեխեքի ուրախությունը, որ միջև վերջի վարկյանը, երբ որ մենք այդ ամեն ինչը վերջի գայքեն sense բանարեցինք, հանեցինք տարանք, իրանք մինչև այդ խաղում են։ Ու ես վստահ եմ, որ ինչի հիմա այն չունենք, ինչ որ առաջ մենք ենք ունեցել, չէ՞, բակերում խաղեր, տարբեր տեսակի, չգիտեմ, պաղկվոցի, 7 քար, ինչ եղել է, որտեղ բակ ենք ունեցել։ Անկեղծ ասած, հիմա, երբ որ դու իրանց տալիս ես հնարավորություն, նույն երեխեքն են։ Ոնց որ մենք ենք եղել։ Իրանք խաղում են, իրանց բակում տեղ տաս, որ շիտ կլինի, բասկետբոլ խաղան, ֆուտբոլի գոլեր կլինի, ֆուտբոլ խաղան։ Այդ հնարավորությունը պրոստը իրանց պիտի տաս։ Երբ որ դու դա տալիս ես, այդ գadgetներից իրանք դուրս են գալի։ Սթրիթբոլի այդ առաջի վարկյանից մինչև վերջին վարկյանը ոչ մեկի ձեռքը հեռախոս չես տեսնի։ Միայն այն ժամանակ, երբ որ գալիս են նկարում են։ Շատ կարևոր է այս։ Մենակ նկարվելու ժամանակ։ Այսօր տղայից չեմ գտնում, գիտեմ, զանգում եմ, որ չի վերցում, ուրեմն ինքը կասկադում է, որտեղ դուք այնտեղ շիթեք, չէ՞, տեղադրել։ Հա, ես այդտեղ անընդհատ անցնում էի ու տեսնում եմ Երևանի ամենակենտրոնական տեղում, որտեղ բասկետբոլի խաղարապարակ կա, այդ շիթը չկա։ Ու կապնվեցի այտենց Տաղապետարան, բան ասում ժողովուրդ, պետք է սարքենք։ Իրանք մի քանի անգամ փորձել էին սարքեն, բայց չգիտեմ, լավ որակի չէր կամ ինչ չէր։ Ասի եկեք ես դնեմ, ես գիտեմ ինչ պետք է դնի, որ չկոտրվի, որտեղ կախվում էին, կոտրվում էր ու դրեցի, ասի, բայց պետք է Սթրիթբոլ Արմենիայի լոգոն լինի, որովհետև իրանք գալիս են մեր մոտ, հետո հետ են գալիս էլի ստեղ։ Հիմա Բանգլադեշից հասնում են Կասկադ, որտեղ խաղան։ Այնտեղ անընդհատ մարդ կա ու իրական դա անելուց չէի մտածում, որ տենց մեծ ազդեցություն կունենա, բայց այտենց եղավ։ Շատ կարևոր է։
Կարևոր գործ էր։ Փոքր, բայց ազդեցիկ։ Դու շատ տարբեր ակումբներում ես խաղացել։ Դրսում, Կիպրոսում, Կրասնոդարում, ճիշտ եմ ասում։ Կուբանում եղել եմ, բայց երկար ժամանակ չանցկացրեցի այնտեղ։ 2 ամիս եմ եղել, հետո վերադարձա Փյունիկ։ Քեզ համար դա ինչ փորձառություն էր։ 2010 թվականից բոլորը խոսում էին, որ Դավիթ Մանոյանը պետքա մեկնի արտասահման ուժեղ ակումբ։ Այդ խոսակցությունը եղել է մինչև, չգիտեմ, երբ որ արդեն էլ հույս չունեին, որ ես կվերադառնամ երբևիցե ֆուտբոլ։ 2026-ին ես էլի բազմաթիվ իրադարձություններից հետո, որ ընդհանրապես հույս չկար, որ ես կխաղամ, ես վերադարձա Փյունիկ, ունեցա ամենամեծ հաջողակ տարիներից մեկը, բազմաթիվ գոլեր, փոխանցումներ, խաղեր, էլի գավաթը հաղթեցինք Հայաստանի եւ դրանից հետո ես մեկնեցի Կիպրոս։ 26 տարեկանում առաջին անգամ իմ հարազատ ակումբը լքեցի, որը դա պետք է կատարվեր 5-6 տարի առաջ։ Գնացի ու այնտեղ շատ լավ մրցաշրջան ունեցա, երևի կյանքիս երևի գագաթնակետն էր իմ հնարավորությունների այդ վիրահատություններից հետո, այդ վնասվածքներից հետո։ Այնտեղ էլի, բայց ցավոք սրտի շատ ազդեցին նոր վնասվածքները, ուրիշ ավելի ուժեղ թիմ պետք է տեղափոխվեի Կիպրոսում, բայց 2 անգամ շատ սխալ վիրահատություն արվեց եւ երրորդը կրկնեցինք ու արդեն այդ թիմը սպասեցին։ Տեղից ես Դա ինչն էր այդ սխալ վիրահատությունների պատճառը։ Կիպրոսում մի անգամ արեցին, լավ չեղավ, ես ասացի ես կանեմ, գնացի Գերմանիայում արեցի, տենց։ Այական դրա պատասխանը չգիտեմ, բայց ինձնից ժամանակ էր խլում դա, իսկ ֆուտբոլիստի համար ժամանակը ամենաթանկ բանն է, որովհետեւ բանը այդ պրոֆեսիոնալ սպորտսմենի կարիերան շատ կարճ է տևում։ Իսկ դու այդ ժամանակը չունես որ կորցնես։ Դրանից հետո տեղափոխվեցի Լեհաստան, հետո Մակեդոնիա, էլի հաջող մրցաշրջաններ, բայց այն չէր։ Վերադարձա հայրենիք 2019 թվականին, վերջապես տուն գնացինք, որը ես չունեի 2004 թվականից, եւ այստեղ փոխեցի սկզբում նոր ակումբում էի, հետո Շիրակ գնացի եւ Շիրակից վերադարձա Երևան, Արարատ ակումբ եւ 3 շատ լավ մրցաշրջան ունեցա ու նույնիսկ մեկնաբանները զարմանում էին, թե ես ոնց եմ այդքան բաներից հետո դեռ այս տարիքում այդքան բազում խաղում, իրականում այդտեղ մի հատ բժիշկ ունեմ, երբ որ ռենտգենը տեսավ ծնկներից ոսկորների վիճակների, ասում դու ոնց ես քայլում ընդհանրապես, դարձի պատասխանը չունեմ։ Ինձ թվում է, sense մի բան անջատել էի մոտ ու պարզապես խաղում էի, վայելում էի ամեն րոպեն։ Արդեն այն գնացքի հետևից չի ուզում հասցնել, ուղղակի ամեն րոպեն վայելում էի իմ երկրում, իմ ակումբում ու ընդհանրապես այդտեղ ֆուտբոլ խաղալով։ Դա իսկ օրինակ քեզ համար էական է, որ խաղընկերներդ հայեր են, թե չէ։ Այդ խաղի վրա ասում, կամ տրամադրության, մթնոլորտի միջավայր, ինչպես։ Որտեղ խաղացել եմ, շատ լավ ընկերություն ունեմ, շատ։ Մինչև հիմա կապի մեջ ենք, բայց եթե խոսվում է հայկական ֆուտբոլի, հայկական ակումբների մասին, իհարկե մեծ լեգիոներների թիվը շատ մտահոգիչ է, որովհետև պետք է ստեղ խաղան ստեղի ֆուտբոլի ակադեմիաների երեխաները, որովհետև թիվը մեր շատացել է ֆուտբոլով զբաղվող երեխաների, բայց չգիտես ինչու 70% ֆուտբոլիստները Հայաստանում լեգիոնականներ են։ Այդ շատ մտահոգիչ է ու կարծում եմ պետքա շատ մեծ քայլեր ձեռնարկվի, որպեսզի ստեղի պատանիները հնարավորություն ունենան խաղալու։ Այսինքն լեգիոնականներ են։ Դրսից արտասահմանցից տեսնում։ Ինչի՞ բայց։ Հայ չի խաղում ստեղ։ Որտեղ խաղա։ Բավականաչափ լավը չի դրա համար, թե ինչի՞ չի։ Չէ, 19 տարեկան պատանի հայ ֆուտբոլիստը չի կարա 25-27 տարեկան շատ ուժեղ վարձատրվող ֆուտբոլիստի հետ մրցակցի։ Չի կարա ինքը ավելի ուժեղ լինի իրանից, որտեվ դեռ 19 տարեկան է, դեռ պետքա խաղա, որ ինքը այդ մակարդակին հասնի։ Իսկ այն ակումբները, ովքեր փող ունեն, իրանց չի հետաքրքրում դա։ Այսինքն իրանք ուզում են, որ իրանց ակումբը հաջողության հասնի։ Կապ չունի, ասենք հայ է խաղում, թե ով է խաղում։ Իսկ հայ ֆուտբոլիստների համար դա շատ մեծ խնդիր է։ Ես Փյունիկում երբ որ խաղում եմ 2009 թվականին, իմ կողքը, իմ տարիքի կամ 1 տարի մեծ կամ 2 տարի մեծ իմ հասակակիցներն էր, որտեղ կար միայն Սարգիս Հովսեփյան, որը փորձառու մեր հավաքականի ավագ պաշտպան Փյունիկի պաշտպանն էր, եւ Մարկոս Պիզելին, որը կարծեմ 4 տարի է ինձնից մեծ կամ
5, հա, 86 թիվեր, հա։ Մնացած բոլորը երիտասարդ ֆուտբոլիստներ էին։ Մենք 2 տարի արդյունավետ Հայաստանի չեմպիոն դարձանք, Չեմպիոնների լիգայում Զագրեբի Դինամոյի դեմ առաջի խաղը ստեղ 0-0 խաղացինք, բոլորը 18-19 տարեկան ֆուտբոլիստներ էին։ Ու դրանից ձևավորվեց մեր ազգային հավաքականը, որը 2010-ից մինչև 14 թվական ամենամեծ հաջողություններն ա գրանցել պատմության մեջ Հայաստանի։ Այդ ֆակտորներից մեկն էր, որ այդ ֆուտբոլիստները խաղում էին, իրենց հնարավորություններ տրվում խաղալու։ Չէր ընտրվել լեգիոները դրսից որ գա, լեգիոները պետք է լինի, այսինքն դու պետք է ունենաս լավ ուժեղ ֆուտբոլիստ։ Պետք է ունենաս, չես կարող չունենաս, բայց այս բաց ոնց ասեմ, երբ որ չկա դրա դեմ ինչ որ մի բան, երբ որ բաց է ամեն ինչ ու դու կարող ես ցանկացած ֆուտբոլիստի խաղալ, ակումբը, եթե չի մտածում Հայաստանի հավաքականի մասին, իր ընտրությունը լինելու է միշտ լեգիոները։ Եթե գումար ունեն, ուզում են հաղթեն Հայաստանի առաջնությունը կամ Եվրոպայում հաջողության հասնեն, պարզա է ընտրելու են այլ ճանապարհ։ Դավ, երբ որ դու ասացիր մայրիկդ մեկնեց Միացյալ Նահանգներ, դու այդ պահներ, երբ որ չուզեցիր ֆուտբոլի գնաս, զբաղվես ֆուտբոլով, մամայի հետ ես ընկեր թե պապայի։ Ամենաշատ մամայի։ Հա, փոքրուց մինչև հիմա, մինչև այսօր ես ցանկացած խնդիրներով, ցանկացած հաջողություններով հենց առաջին իր հետ եմ կիսվում։ Պապան ինքը իմ համար ոնց ասեմ, որ ճիշտ լինի։ Ես իրան նայելով հասկացել եմ, թե ոնց է պետք լինել ընկեր, ոնց է պետք լինել լավ մարդ, ունենալ լավ ճաշակի երաժշտություն, լավ ճաշակ ունենալ երաժշտության մեջ, որովհետև ես փոքր ժամանակվանից մեր 06-ի մեջ լսում էի Deep Purple, Pink Floyd, այդ ամեն ինչը։ Ու դրա համար ես ունեմ հիմա շատ լավ երաժշտական ճաշակ, դրա համար շնորհակալ եմ շատ իրան, ու նաև ինքը եղել է այն մարդը, ով ինձ իմ կարիերայի ամենամեծ ներդրում ունեցող մարդն է եղել, որովհետև առաջի անգամ ինքն է ինձ տարել ֆուտբոլ, ամեն օր ինձ տարել է մարզումների հետ է բերել, ինձ Հենոյին ու մեր մյուս երկու ընկերներին 0-6-ով տանում էր պարապմունքի հետ էր բերում, ու բոլոր խաղերին ինքը ներկա է եղել, իսկ մաման ավելի շատ տենց որ ոնց ասեմ ուս որտեղ գլուխդ կարաս միշտ դնես, այդ վիճակն է եղել մինչև օրս։ Դավ, երբ որ կային վնասվածքները ու դու ճգնաժամի մեջ էիր, դա շատ ծանր բան է մարզիկի համար։ Ինչն էր քեզ ուժ տալիս, ոնց էիր քեզ բուժում, ոնց էիր այդ դեպրեսիայից ու այդ ցավից գոռում էիր, խփում էիր, չգիտեմ, ինչ որ մի բան կոտրում էիր, ոնց էիր քեզ փոխում։ Ինչ ասես, որովհետև այնքան շատ է եղել այդ մեթոդները, որովհետև շատ են վնասվածքներ եղել, մի դեպք չի եղել, որ ասեմ, սենց արեցի անցավ։ Բայց իմ ամենագլխավոր շարժիչ ուժը եղել է վախը, որ ես կարողա մեկ էլ ֆուտբոլ չխաղամ։ Այդ վախը ինձ դրդում էր, որ ամեն ինչ անեմ դրա համար։ Բայց միայն այդ ուժը, այդ մոտիվացիան բավական չի, որովհետև մեկ-մեկ պետք է դու ուղղը տանջատես, չմտածես դրա մասին, որը ինձ սովորեցրեց իմ Գերմանիայի բժիշկը, երբ որ 5-6 ամիս ինչ ասես անում էինք ու չէր անցնում, Oktoberfest-ն էր Գերմանիայում, Մյունխենում, այդ գարեջրային փառատոնը։ Ընկերոջս ասեց, այս շաբաթ ոչ մի բուժում չենք անում։ Գնում եք ու չստենամ դες տեղ։ Այո։ Տենց անջատվել ենք, ծրվել ենք ու այդ արդեն էլ չէի մտածում, պարզ է, պետք է քնելուց առաջ զարթնելուց միշտ մտածեմ, սենց ստուգում էի ոնց է ոդկաս բան, բայց ամեն դեպքում սենց պետք էր մի քիչ լիցքաթափվել այդ չկենտրոնանալ այդ ամեն ինչի վրա ու ես ամեն անգամ սենց հիշում եմ որ մետրոյից դուրս էի գալիս դեպի կլինիկա, ինքը սենց աստիճաններ էր ու ամեն անգամ փորձում էի վազելուց, այդ օրն ես պարզ եմ հիշում որ 2 տարվա մեջ առաջի անգամ որ դրեցի ու ցավ չզգացի, ես մի հատ այնպես հույս արտնացավ մեջս, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ու այդ անցնելուց հետո ինձ ցանկացած վնասված արդեն չէր խանգարում։ Այսինքն ես գիտեի, ես հեսա։ Եթե սա անցել, ամեն ինչ կանցնեմ ու այդ ոնց որ արդեն իմ համար sense բնավորություն էր մի հատ ձևավորվել, որ արդեն ինչ չես կարա կոտրես։ Ինչ ուզում ես արա, ինչ ձևի վնասված կուզում ես ինձ հասցրու, ես չեմ կոտրվելու, էլի վերադառնալու եմ, էլի խաղալու եմ։ Միակ ժամանակաշրջանը, որ ես 3 տարի վնասված
չեմ ունեցել, դա Արարատում իմ մրցաշրջաններն էին 3 եղել, որոնք մարդիկ չէին հասկանում ոնց։ Ամենաշատ խաղն էի անցկացրել այդ ընթացքում, նույնիսկ մեր դարպասապահի շատ, որտեղ գիտեք, հիմնական դարպասապահը չի փոխարինվում, բայց նույնիսկ իրանից շատ էի խաղացել։ Իսկ երբ որ խաղը տեղի էր ունենում, ավարտվում էր ու պապան ներկա էր լինում քո բոլոր խաղերին, առաջին իր կարծիքն էր ուզում լսել։ Ինքը միշտ դժգոհ էր, միշտ։ Այդ ինչ արեցիր, այդ ոնց խաղացիր, բայց իրականում ես մի օր տենց իրան տենց որսացի, որովհետև ինքը իմ հետ էր տենց խոսում։ Ու ես լսեցի եւ ոնց էր ինձ գովում ուրիշի մոտ։ Այսինքն ինքը միշտ դժգոհ էր իմ խաղից, որովհետև գիտեր ես կարող էի ավելի լավ խաղալ։ Բայց ուրիշներին ասում էր տեսար ինչ արված արեց։ Տեսար ոնց խափես։ Հա, այսինքն ինքը ինձնով միշտ հպարտանում էր, բայց ինձ միշտ վատն էր ասում, որ պետք է ավելի լավ աներ, այստեղ պետք է ավելի լավ խաղայր, այստեղ պետք է ավելի լավ դարպասապահին խափեր։ Օրինակ, ես որպես դերասանուհի, երբ որ իմ ռեժիսորը կամ, չգիտեմ, տվյալ անձնավորություն ինձ անդադ դժգոհ է լինում, դա ինձ կոտրում է, գիտես, որ անդադ ասում են դու ավելի լավ կարող էիր, ավելի լավ, որտեղ մի օր ուզում ես մի պահի կասեն, վայ այնքան լավն էր կամ ստացվեց, կամ եթե որտեղ դա ինձ մոտիվացնում է, որտեղ երբ որ ինձ անդադ վատ բան են ասում, ես կոտարվում եմ։ Իսկ դու օրինակ դա քեզ մոտիվացնում է, թե մի պահ դու էլ ջղայնանում եմ, իրականում հիմա էլ այդ նույն բնավորությունը իր մոտ շարունակվում է, օրինակ բոլորը ասում են դա ես ինչ թույն բան ես անում։ Այս մեր ֆուտբոլ Արմենիան, այս նախագիծը բոլորը հպարտ են, որ ես երկու աստղում եմ գնացել երգում եմ, այսինքն բոլորը միշտ պոզիտիվ են այդ ամեն ինչին վերաբերվում, ինքը հակառակը նեգատիվի կողմից է, էլի, դե շատ պետք էր քեզ, ինչ պետք է երգես, այսինքն մոտ արպես տես բան։ Մաման միշտ է, որ ինքը ցանկացած ին որոշում իմ կողքին է։ Վատ որոշում չեմ հիշում, բայց ամեն դեպքում կարծեմ այս ժամանակի լայն կողքին եղել, հա, ինքը տենց միշտ պարտանում, պապաս էլ ապարտանում վստահ եմ։ Նույն դեպքը իմ հետ խոսած սա ասեց, հետո գնում ցույց է տալիս։ Նույն տեսալովակի ժամանակ այդ աղմուկը հարույց չէ, ինձ ասում էր, ինչ ես արել, բայց հաստատ այնտեղ բոլոր ընկերներին ցույց էր տալիս, այսինքն ես իր բնավորությունը արդեն լավ գիտեմ, մեկ էլի ջղայնանում ես դրանից, ասում պապ, նա էլ ինչ եմ անում, դու ասում ես, էս ինչ է, էլի, բայց արդեն իր բնավորությունը գիտեմ, հիմա չեմ կարծում, որ բոլոր ծնողները նույն ձև են, այսինքն ունեմ էսել ու ես շատ ուրախ եմ, որ իրանք իմ կողքին են։ Դա իսկ ֆուտբոլ խաղալն է, հեշտ է երգելը երկու աստղում։ Չէ, դե պարզա ֆուտբոլ խաղալը իմ համար ոչ մի բանի հետ չի համեմատվի, բայց իրականում ես սենց շատ երաժշտասեր եմ շատ ու միշտ դուրս եկել է երգել, ինչ որ ռեպերտուար աստղիկի հետ միասին էի կընտրում, թե արդեն ասում էին պետք է սա երգել։ Շատ սուղ էր ժամկետը, մենք 2 օր առաջ ենք ծանոթացել այդ առաջին եթերից, բարև Դավիթ, Աստղիկ, ուրախ եմ։ Միջև այդ ծանոթ չեք Աստղիկ։ Ես Աստղիկին գիտեի Հայ Սուպերստարից, այս Աստղիկին ինձ գիտեր Իվետա Մուկչյանի կլիպից, նույնիսկ որպես ֆուտբոլիստ չգիտեր։ Հետո նոր ծանոթացանք, այո, բայց շատ լավ ընկերություն ենք հիմա անում, այս նախագծի ամենամեծ ձեռքբերումն էր։ Բայց բանը շատ կարճ էր, իրականում առաջին երգը մեր տեղ ընտրեցին, դեմ չենք, պարզապես տենց առաջին որոշումներ օքեյ, երգեցինք, երկրորդը Աստղիկի երգն էր ուզում երգեր, ասի չմերժեցի, ասի լավ, երգենք, բայց մի քիչ էլ ասի լավ, օքեյ, մի հատ Bon Jovi It's My Life արդնենք։ Հետաքրքիր ստացվեց, իսկ երրորդի դեպքում արդեն երրորդը Եվրոտեսիլի համար պիտի լիներ, որը սահմանափակում է կոնտրությունը։ Բայց այդ ռոքի ժամանակ իմ ուղեղում 50 հատ տարբեր երգեր կարային լինեն, որ ամբողջ կյանքս լսել էի, էլի։ Իրականում այդ նեն չի, որտեղ չի երգեցի ավտոյի մեջ չեմ երգելու։ Ամեն օր էլ երգում։ Դա իսկ բեմ դուրս գալուց կար հուզմունք, օրինակ դու խաղից առաջ հուզվում ես, անհանգստություն լինում է։ Միշտ այդ կապ չունի ինչ տարիքում ես ու ինչ ստադիոններում ես խաղացել։ Սոլիչից առաջ դու միշտ այդ զգացողությունը ունես։ Լավ անհանգստություն է, որովհետև առաջի հպումից, առաջին շարժումից արդեն վсё, ամեն ինչ ավտոմատի վրա է քո մոտ, որովհետև դու այդքան մարզվել ես, դու դրան պատրաստվել ես։ Այստեղ, այս բակում, Արամի 30 հասցեում, որտեղ մեր տունն էր, 3 սենունդ էր մեծացել, իմ պապիկ տատիկը, պապաս հորքուրս, հետո մենք, ես և եղբայրս, և նաև զուգահեռ իմ կնոջ, տատիկ պապիկը, իր պապան,
հոր եղբայրը եւ իր ինքնո եղբայրը։ Այսինքն մենք երրորդ եւ վերջին սերունդն էինք, որտեղ ովքեր ստեղ ապրեցին, այս բակում ապրեցին, շատ վառ հիշողություններ ունեմ մեր ցանկացած մեր ամռան հետ կապված բոլոր արձակուրդները, բոլոր այն պարադները, որտեղ սենց անցնում էին մայիսի 9-ը ու ցանկացած համերգ, ստեղ որ հրապարակում լինում էր մեր Պերաշկյանոցը ստեղի, որտեղ հիմա որ խոսում կասում շատերը կհիշեն, որ ստեղ կար Պերաշկյանոց, դա մերն էր ու տենց իմ համար ստեղ այն ամենավառ հիշողություններն էր։ Ձեր տան բիզնես, այսինքն ձեր ընտանիքին էր պատկանում։ Մի ոնց որ տան մի հատված է էր։ Ու շատ համով պերաշկեր էր, հիշում եմ պերաշկին։ Տատիկս էր։ Պապայիս զոքանչն էր սարքվել, մամայիս մաման։ Կինդ քո մանկությունից է գալիս, ճիշտ է։ Երբ որ ընկերություն էիք անում, փոքր էիք, սիրահարված էի Շուշանին։ Չէ։ Ես սիրահարված էի գնդակին, ֆուտբոլին։ Իրականում սենց մի հատ խումբ էր երեխաների, տարբեր տարիքայինների։ Ամենափոքրը եղբայրս էր ու Քրիստինան մի հատ էլ աղջիկ կար։ 7-8 երեխաներ էինք, բոլորս ամեն երեկո հավաքվում էինք, խաղում էինք, այսինքն չէինք տարանջատում, այդտեղ Շուշան, Արմինե, թե բան։ Բոլորս միասին էինք, բոլորս լավ ընկերներ էինք։ Երբ որ նայում ես այդ ժամանակվա ծննդյան լուսանկարները, տեսնում ենք, որ բոլորս այնտեղ ենք եղել։ Ու այտենց սիրահարվածություն չի եղել ընդհանրապես, նույնիսկ այդպես հրապուրանք չեմ հիշում, էլի։ Բայց երբ որ 2000 թվականին մենք այս տունը վաճառեցինք եւ տեղափոխվեցինք մի այլ հայտնի տեղ, մի այլ հայտնի բակ, մեր բակը, որտեղ որ նկարվել է մեր հայտնի ֆիլմերը, մենք տեղափոխվեցինք եւ այդ տարի, նույն տարի Շուշանենք կինս իր ընտանիքով տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ։ Եւ գրեթե 8 տարի մենք իրար չենք տեսել, այսինքն մենք իրար, չէ, ընդհանրապես մենք իրար հրաժեշտ ենք տվել, նույնիսկ չեմ հիշում ոնց ենք հաջողացել որպես երեխա եւ հանդիպել ենք արդեն որպես հասուն մարդիկ, ես այդ ժամանակ պետք է բանակ գնայի ու նոյեմբերի 16-ին Շուշանի պապայի ծննդյան օրը մեզ հրավիրում են, չգիտեմ, մտածված էր, ինձ թվում է մտածված էր, հաստատ Սամվել Ձյաձյան մտածել էր այդ ամեն ինչը, երբ որ հրավիրեց իրենց տուն ու զանգը տալիս եմ, այստեղ եկել էին, այստեղ տուն էին, Խորենացիում տուն էին գնել եւ զանգը տալիս ենք, դուռը բացում է Շուշանը։ Այն որ մուլտիկներում կա է, սենց ինչ-որ բաներ է, սենց ավելանում կայցեր, մայցեր, կամ են գայելի լեզնա դուս գալիս։ Այդտենց մի հատ ռեակցիա էր իմ մոտ ու ես իրականում այն ժամանակ շատ ամաչկոտ եմ եղել, հիմա է սենց որ ինչ-որ տարբեր տեղերում եմ երևում, բայց այն ժամանակ լավ ամաչկոտ էի ու շատ դժվար էր ինձ հաջողվում առաջին քայլը անել, իրան ուղղակի ասել են, կցել էին ինձ, որ ես իրան քաղաքը ցույց տայի, ինչ-որ տենց բաներով աղբերս էր մեր այդ բան, կամաց սկսեցինք շփվել ու տենց որոշեցինք, որ հանդիպենք, որտեվ տենց ստացվեց։ Առաջին համբույր, առաջին ինչ-որ տենց խոսակցություններ, բայց իրենք մեկնեցին պիցեր ու մեր այդ համատեղ հարաբերությունները երկար չտևեցին, որտեվ ես տեղ իմ ֆուտբոլով, ինքն տեղ իր դասերով, այդքան չէր ստացվում ու մոտավորապես 2011-ից մինչև 14 ընկած ժամանակացածում մենք միասին չէինք։ Ես Գերմանիայում բուժվում էի, որ ուղեղս ընդհանրապես չգիտեի ինչ ոնց էր աշխատում, մենակ վերադառնամ ֆուտբոլ ու երբ որ 2014 թվականին էլի պատահական, որ չգիտեմ ոնց ընկերոջս հանդիպեց Շուշանի, երբ որ ստեղ էր փողոցներից մեկում, ինձնից հարցրեց, հետո ընկերս ինձ ասեց, որ Շուշանը եկել է, գրեցի, ասի մի հատ տեսնեմ ոնց է, ինչ է, ու այդ ժամանակ արդեն լրիվ հասուն էինք մենք, մեր սխալները, թե ինչ պետք է չանենք, որ տենց լինի ու որոշեցինք, որ արդեն всё, մենք միասին պետք է ապրենք ստեղ, միասին, այսինքն պետք է տեղափոխվի Պիտերից ստեղ, Երևան, ես այդ բանին Երևանում էի խաղում։ Համաձայնություն ստացանք մեր ծնողներից, թույլտվություն ստացանք, զաքսավորվեցինք 2020 թվականին տղաս ծնվեց եւ
եվրոպական հարսանիք ունեցանք արդեն շնով, տղայով։ Տղայով արդեն ես տեսա ու առանց հարցի շորի։ Առանց հարցի շորի, որտեվ Շուշանը ասեց, ասենք արդեն նեմ որ երեխա ունենք այնքան ժամանակ իրար տակ ինչ հարցի շոր։ Հա, ես դեմ եմ իրականում դրան, ասում եմ ինչ կապ ունի, ասում եմ հակի, հա, ասենք ինչ եմ ես կոստյում հագնում էլի, ասենք ես էլ եմ արդեն ամուսնացած, բայց այտենց ասի լավ, քոսորտով թող լինի։ Դեպ Շուշանը շատ գեղեցիկ է, քիչ է պատահում, որ շատ ներդաշնակ են զույգերը լինում։ Դու գեղեցիկների ընտանիքն եք, որովհետև դու տղադ ես Շուշանը, բոլոր շատ բարետ է, շատ հաճելի։ Հաներգուն ասպերմացին դա է, բայց խոսք չկա։ Մեր գործընկեր Ամիոբանկը քեզ համար 3 բլից հարց է պատրաստել ընկերության հետ կապված։ Կնոջ եւ տղամարդու միջև լինում է անկեղծ ընկերություն։ Շատ դեպքերում հնարավոր չի, բայց երբ որ հանգամանքներ կան, որ դու այդ մարդուն ընկալում ես որպես քո հարազատ ընկեր, նույնիսկ այն որ հարգովի քուր, որ ասում են, չէ՞, դու երբեք ուրիշ միտք չես ունենա, էլի, նույնն էլ, բայց հակառակը պետք է լինի։ Միտեղ մի քիչ եղավ, հաստատ այնտեղ խնդիր ա լինելու, կամ ընկերություն չի լինելու, կամ ուղղակի իրար չեն խոսալու։ Դա, իսկ կա չգրված օրենք ընկերության հետ կապված քեզ մոտ։ Հա, անկեղծ եղի իմ հետ միշտ։ Եվ վերջինը ընկերությունը պահպանելու համար, եթե նեղացած ես ընկերոջդ պիտի ասես, թե պիտի լռես, խնայես ու անցնես առաջ։ Միշտ չի որ հաջողվում, նույնիսկ տանը բաներ կան, որ sense նկատում եմ, չեմ ասում, մեկ էլ կուտակվում, անենց եմ ասում։ Ու հա, բայց այդ որ իմ վրա աշխատում եմ, որ հենց սկզբից դա ասեմ։ Ես քեզ ուզում եմ նվիրել Ամիոբանկի կողմից իրենց Visa Platinum քարտը։ Ուրեմն այս քարտի շնորհիվ դու կարող ես, դու գիտեմ, որ հաճախ ես, չէ՞, մեկնում, վերադառնում, բիզնես սրահներից կարող ես անվճար օգտվել։ Դու կարող ես դրսում ավտոմեքենա վարձել 30% զեղչով, եւ եթե հաստատ մի արասի, օրինակ այդ մեքենան փչանում է, չէ՞, արտերկրում։ Եթե դու ունես Ամիոբանկի Visa Platinum քարտը, դու կարող ես զանգահարել եւ անվճար կգան քո ավտոմեքենան կվերանորոգի։ Շնորհակալ եմ։ Էլ մյուս առավելությունների մասին լռում եմ։ Իրենք իր լավագույն ճանապարհորդական ընկեր օգնականն են։ Շատ շնորհակալ եմ։ Այ դու ասացիր, մենք Շուշանի հետ գիտակցեցինք մեր սխալները, հասկացանք, որ այս պետք է չանենք, այն պետք է չանենք, որպեսզի մեր միությունը կայանա։ Որոնք են այդ սխալները, որ ամուսինները պիտի թույլ չտան իրար հանդեպ։ Առաջին սխալներից մեկը այն էր, որ դուք երկուսով պետքա իրար հետ թիմ լինեք, ու այդ թիմ լինելը ինքը sense ամեն ինչ է իր մեջ ներառում, այսինքն դու պետք է իրար տանկեղծ լինես, բոլոր քո մտահոգությունները ասես, այլ չկիսվես մյուսների հետ, կարող ես կիսվել քո ընկերոջ հետ ինչ որ ուրիշ այլ հարցերով, բայց կարծում եմ ես ընտանեկան ինքը պետք է տենց նեղ ընտանեկան մնա ու կողքից կարծիքները, խորհուրդները միշտ խանգարում են։ Ու այդ առաջին մեր խաղակեսում դա մեր վրա ազդեց, իսկ երկրորդ խաղակեսում արդեն տենց այդ ընդմիջումից հետո լավ գիտակցված մոտեցանք մեր կյանքին, բայց նենց չի որ ինքը տենց եւ նրանք ապրեցին երջանիկ եւ բան, չէ՞, sense հեքիաթների նման չէ, այսինքն մենք շատ աշխատել ենք, շատ։ Այսինքն եղել են վիճը։ Շատ, ահա որ շատ, ես անկեղծ մեկ-մեկ զարմանում եմ, թե ոնց ենք մենք միջի հիմա իրար հետ, որովհետեւ բնավորությունների կատարյալ տարբեր մարդիկ են, շատ կատարյալ, նույնիսկ ապրելու ընթացքում դուք ինչ որ համատեղ հետաքրքրություններ եք ձեռք բերում, ինչ-որ ֆիլմեր, երաժշտություն, բան, բայց մեր մոտ այդ համատեղ շատ քիչ դեպքերում ա եղել, այսինքն ինչ-որ տենց ֆիլմեր եղել է, երկուսից ծնուր եկել է, բայց ես կինոման եմ, ինքը տենց մեկ-մեկ, Հարի Պոթեր ու մեկ էլ մի քանի բան, տենց շատ գիրք ենք շատ կարդում, շատ, որ երբ տեսնես գիրք ա կարդում, տենց վիճակա, ես ավելի սիրում եմ ֆիլմեր, դոկումենտալ երաժշտություն ու բարձր երաժշտություն, որը ազդում է։ Եվ նաև այդ անընդհատ այդ տեղափոխությունները, երբ որ դու չունես քո սեփական կարիերան ու դու հանում քո սիրած մարդու ես այդտեղ, դա ինքը ինչքան էլ սիրում ես, ինքնազոհաբար ու երբ որ մենք վերադարձանք ստեղ, ամենակարևոր բաներից մեկը այն էր իմ համար, որ ինքը կարողացավ ինչ-որ մի բան սկսվի, շոկոլադներ էր պատրաստում, հետո այդ մակարոնները, հետո սկսեց վլոգ վարել։ Մակարոններ է պատրաստում։ Ես պիտի փորձեմ։ Ես երբ որ տեսա այդ գեղեցկությունը, որը որ ինքը պատրաստում է, դա
արվեստի գործեր իր մակարոնները Բայց շատ այդ սիրուն են։ ուտելուց գիշես, որ այդ գեղեցկությունը այդ համը պատրաստվել է իմ ճարպելի շնորհիվ։ Այդ փորձերը իմ վրա է արվել։ Այդ փորձերը իմ վրա է արվել ու տարբեր ձևի էլի, այսինքն շոկոլադ ա եղել, այնտեղ խմորեղեններ են եղել, ինչ որ պեչենիներ են եղել, բոլորը ես էի փորձում։ Ու մի պակար եմ որ զգացի, որ քաշս ավելացել է, Շուշան ասել չտաս, էլի, որովհետև հեսա թիմում խնդիր եմ Եթե նոր ունեմ։ փորձելու կարիք լինի, կզանգահարեք, ես սիրով կգամ։ Ու տենց ինքը շատ հետաքրքիր եղավ, ընդհանրապես հետաքրքիր կյանք ունեցանք մենք դրսում, այդ ժամանակատված երբ որ դրսում էի խաղում, շատ հետաքրքիր էր ու մեկ-մեկ կարոտում ենք, բայց ամեն դեպքում հիմա էլ մեր հայրենիքում, մեր քաղաքում, մեր մանկության այս փողոցներում քայլելով ու երբ որ մեկ-մեկ ստես տղայիս հետ քայլելով անցնում ենք 4-ovս, հետաքրքիր մեծ զգացողություն է, որ ցենց հետ 10 ու մեզ փոքր ժամանակ տեսնես, ու հետո ասես, գիտես ինչ, այս դուք եք 30 տարի հետո։ Ինձ թվում է կծիծաղեն, էլի, որովհետև ինքը սենց ֆիլմերում ես մենակ սենց բան տեսնում, իսկ սա մեր իրականությունն է, տղաս այս փողոցներում խաղում է, մեծանում է, ու տենց Լավ, իսկ ինչն է, որ Շուշանի բնավորության մեջ, ինձ թվում է դու ավելի էմոցիոնալ զգացմունքային ես, Շուշանը ավելի հավասարակշիռ, ինքը հավասարակշիռ, բայց իրան ինքը չի կարող մի զսպի, այսինքն այդ դժգոհությունը, այդ ինչ որ ռեակցիա բան, որը մեկ-մեկ ինձ ունից հանում է, ինքը չի կարող այդ կոնտրոլ անել։ Հագցնի։ Ես ավելի բան եմ, այսինքն ես էմոցիոնալ եմ ու դրա հաշվին ես sense բռնկումներ չեմ ունենում։ Իմ մոտ միշտ էմոցիաներ են։ Ցանկացած հարցում, ցանկացած բան երբ որ սկսում եմ, ես sense էմոցիոնալ եմ դրան վերաբերվում, այս նույն սթրիթբոլի, նույնիսկ երկու աստղին ես որ զայրացած ասում եմ ինչի են էս արել, ինչի են արել, ինչի սա չեն տվել ինձ, բայց կողքից նայել կարող մտածի դե լավ, դե հիմա շոու է, օքեյ, շոու է, բայց իմ համար ես ուզում եմ մաքսիմում անեմ, էլի տենց խնդիր ունեմ։ Ամեն ինչ ուզում եմ էմոցիոնալ, այսինքն չեմ ուզում տենց է բնավորությունս, սենց շատ էմոցիաներով, կրքով, Շուշանը սենց մի քիչ ավելի սառն է այդ առումով, անկեղծ է ինքը շատ բարի մարդ է, ու ինչ շատ է սիրում։ Ես ուզում եմ ասել, իսկ ինչն է, որ Շուշանը քեզ համար բացառիկ է, այ որ ոչ մի ուրիշ կնոջ մոտ դա անհնար է գտնել։ Ինձ թվում է այդ իմ ներքին զգացողությունն է, որ այդ մուլտիկի այդ բաները որ ասում էի, մենակ իր հետ է դա եղել ու այդ մեր ընդմիջման ժամանակ ես ունեցել եմ ընկերուհիներ ինչ որ տենց թեթև հարաբերություններ, որոնց մեջ երբեք դա չեմ կարողացել գտնել, այդ էմոցիաներ, որ խանգարում էր այդ մարդկանց հետ հարաբերությունները շարունակել ու կարծում եմ հենց այդ ամենաշատը առանձնացնում իրեն մյուսներից։ Այդ իմ ներքին զգացողությունները, այդ առաջին օրը, երբ որ դուռը բացեց եւ ես իրան տեսա, բայց նաեւ այն աշխատանքը, որ որպես զույգ, որպես ընտանիք մենք տարել ենք, այն զոհաբերություններ են, միտեղ հասկանալը մեկը մյուսին թե ինչի սա տենց արեց, նենց չարեց, մի խոսքով, այսինքն մենք լավ աշխատել ենք։ Իսկ հիմա դա զրուցում եք, այ դու ասացիր, երբ որ մի բանը կուտակվում է, հետո դա շատ վատ ձևով է, չէ՞, ավելի դուրս գալիս։ Եթե այդ պահին ասես, դա այդքան ցավոտ չի լինի ու այդ աստիճանի էմոցիոնալ չի հնչի։ Այ խոսում եք իրար հետ։ Սովորաբար միշտ ավելի կանայք են սիրում խոսել, տղամարդիկ անդադար հետաձգել, լավ, ինչ կա դրա մեջ եւ այլն, կին ասում է, չէ, խոսենք։ Իմ համար ֆուտբոլ էի նայում էլի։ Հա, կա, բայց ես հիմա նկատում եմ, որ մենք արդեն հասուն մարդիկ ենք, արդեն որ ասում եմ երեխով։ Ու այն որ մանր այդ բաները արդեն լուրջ չենք վերաբերվում, էլի։ Նույնիսկ, հա, որովհետև նույնիսկ այդ նույն տեսահոլովակի դեպքում այդ որ այդքան աղմուկ էր այդ ամեն ինչը, ինչ եք ուզում էլի, ասենք մենք ասենք այդ շատ վաղուց այդ ամեն ինչը անցել ենք, այսինքն ես վստահում եմ իրեն, ինքը վստահում է ինձ։ Իսկ հասարակական կարծիքը ազդում է։ Իր վրա է ազդում։ Իր վրա։ Հա, մանկապարտեզի ծնողների ինչ որ հարցեր, բա ոնց թողեցիր, բա ես չէի թողի, բան։ Իրականում ես մի հատ իրան լավ բան ասացի։ Ես իրան մի հատ լավ բան ասացի։ Արձագանքների ժամանակ, երբ որ իրեն ասում էին, ես իմ ամուսնուն չէի թողի, ես իրան ասենց ասացի, Շուշան, երբ որ տենց բան են ասում, բայց հələ հարցրեք ձեր ամուսնուն կտանեին այդտեղ։ Ուտեղ դու քեզ արդեն գլուխդ բարձր մուրադի նման, ասես դուրս արի։
Իսկ շատ բաներ, ինձ թվում է ոչ ես, ոչ Իվետան չենք սպասում այդ արձագանքին, որովհետև այդ նկարման process-ը մի քիչ ուրիշ ձև էր, էլի։ Իրականում չգիտենք ինչքան նա գնալու այդ տեսալովակի մեջ, դրա համար տենց Հանգիստ փորձում եք։ հա, ինքը սովոր է, ինձ թվում է դրա համար տենց նորմալ էր, բայց ես որ այդքան տենց այդ արձագանքին այդքան սովոր է, ես ուշադրություն չէի դարձնում, բայց զգում էի, որ Շուշանի վրա է դա ազդում, կողքից ինքը անձամբ, այսինքն տենց չէր կարծում, բայց երբ որ կողքից ասում են անդադար ասում են մարդուն ես չէի դասում է թողի, եսի ճնշել։ բան է, ոնց անհարգանք է կնոջ հանդիպ բան, ասում լավ դե Ժորժ ջան ասենք։ Եկեք տեսեք ոնց եմ ես իմ կնոջը հարգում, հետո նոր էլի։ Դավ, իսկ երբևէ մտածել ես, որ Դանին դառնա ապագայում ֆուտբոլիստ։ Սուտ կլինի ասել, որ ամեն օր չեմ մտածում, շատ կուզեմ, բայց Դա բարդ ճանապարհ է, շատ բարդ, իրականում եղբայրս որ ասում է ոնց կարող է դու ուզես, նույնիսկ Շուշանն ասում, որ այս ճանապարհը որ դու ես անցել, տղատ անցնի։ Իրականում այս ճանապարհը իմ անցած ֆուտբոլիստների շատ քիչ տոկոսն է անցնում, որտեղ այն վնասվածքները որ ստացել եմ, իրականում իրենք սպորտում այդքան շատ կան վնասված, բայց այս ձևի չէ։ Իմը շատ ոչ ֆուտբոլային էր տեղեր։ Ու ընդհանրապես ես գիտեմ, որ ֆուտբոլը դա ավելին է քան կյանքը, ավելին է քան ֆուտբոլը, ընդհանրապես ինքը ամեն ինչ է։ Ու դրա համար ես կուզեմ, որ ինքը այս ճանապարհ անցնի, բայց ես չեմ ուզի, որ չեմ էլ կարծում, որ տենց բան թույլ կտամ, բայց չեմ ուզի, որ ես իր վրա դնեմ այն բարդույթը, որ ես այդ հաջողությանը չհասա, ինքը արցնի։ Իսկն տենց բան չի լինի երբեք, եթե սիրեց, դեռ սիրում է, բայց նաև սիրում է իր մեքենաները, եթե սիրեց, ես ամեն ինչ կանեմ, իմ ուժերի ներածով, ամեն ծավալով եւ առավել կանեմ, որ ինքը հաջողության հասնի, բայց եթե չուզեց, մեկը ցանկացած իր նախաձեռնությունում ես իր կողքը կլինեմ։ Դա իսկ օրինակ դու ինչպես ես ուրախացնում Շուշանին, սիրտը շահում նվերներով, ծաղիկներով, խոսքերով։ Իրականում երկուս էլ այդ ծաղիկի իմաստը չենք հասկանում, անկեղծ, հա, տալիս եմ մեկ-մեկ, բայց ոչ միշտ։ Երևի էդ էլ իր այդ հետաքրքիր այդ էքսկլյուզիվ բանն ալն, որ միշտ չեմ ծաղիկ նվիրում, բայց ես իրականում sense շատ հետաքրքիր կրեատիվ գաղափարներ միշտ ունեմ, նվերներ, ինչ-որ sense սյուրպրիզներ, բայց այն որ այդքան ես էմոցիոնալ չեմ այդ առումով, անկեղծ ասած ես այն ժամանակ 2009 թվականին նամակներ էի գրում ու պոչտայով ուղարկում։ Բանաստեղծություններ։ Այդ մի օր եթե տենց լույս տեսնի, ինձ թվում է մարդիկ լրի ուրիշ ձևով ինձ կնայեն, բայց այդ եղել է առաջին ու վերջին դեպքը։ Այն ժամանակ ես տենց շատ ռոմանտիկ սիրահարված սապուշ էի։ Հետո դարձա արդեն բրուտալ sense տղամարդ ու ավելի հաջողեցինք մեր կյանքում։ Չէ, իրականում շատ սիրում եմ իրեն անակնկալներ մացում, բայց նես չի որ դա ամեն օր է, էլի, այսինքն տես մի քիչ, օրինակ ես մեկ-մեկ որ մեր խաղընկերների վրա ծաղրում էի, որ Վալենտին են նշում, ասում լավ էլ ինչ էլ հավես ունեք, որտեղ մենք հենց այդ օրը չենք նշում, բարձրապես ինչ որ տարբեր օր նաև պետք է հասկանանք որտեղ ենք Դանիին թողելու, որտեղ մենք այդ շռայլությունը չունենք տատիկ պատիկների, որտեղ ստեղ։ Բայց ես գիտեմ, որ դու նկարը հանումից հետո շտապելու ես ֆիլմ դիտելու։ Դանի ու Շուշանի հետ, որ քեզ համար շատ կարևոր է։ Հա, որտեղ խոսք եմ տվել, հա, երեք քնելուց առաջ չէր ուզում մանկապարտեզ գնալ, ասացի որ պիտի գնանք ստիչ նայենք, ասես գնաց մանկապարտեզ, հիմա պիտի գնամ հասցնեմ։ Իսկ ով է ավելի շռայլ ծախսում, ով է տնտեսում ձեր տանը։ Օ, ես։ Դու ես շռայլ ծախսում։ Նենց չէ որ ինձ ինչ որ, չգիտեմ, կգնամ ահավոր թանկարժեք մեքենա կառնեմ, ես իրականում շատ հասարակ եմ հագնվում այդ առումով կամ մեքենաների վերաբերվում եմ որպես փոխադրամիջոց, բայց օրինակ ես սիրում եմ ընկերներս հետ ժամանակ անցկացնել ինչ-որ սրճարաններով ու նաև մեկ-մեկ այդ որ սուպերմարկետ են գնում, իմ գնացը ու Շուշանի գնացը տարբերվում է։ Ես կարող թթվասեր գնեմ 1000 դրամի, ինքը գնա 400 դրամի, այսինքն տարբերությունը կա։ Ես այդքան տես Դու գներին չես նայում, դու ուղղակի ապրանքը նայում ես։ Նայում եմ, եթե լիներ 2000 դրամ, ասես ինչի է 2000, բայց այդ 2-300 դրամ տարբերեցի, երբեք ուշադրություն չեմ դարձնում, իրական երբ գնայից է տես տեղյակ չեմ շատ դրա համար, բայց ամեն դեպքում ինքը ավելի խնայող է այդ առումով։ Դավ, գիտես, ես էլ չեմ սիրում օրինակ կոմունալի վրա ծախսել, բայց ով է սիրում։
Հարց, ով է սիրում։ Բայց մենք ունենք սիրելի գործընկեր, խոսքը Ital Solar-ի մասին է, որը ինձ սովորեցրել է խնայել ու չծախսել կոմունալի վրա։ Ուրեմն ձեռք ենք բերում արևային կայաններ ու դադարում ենք առհասարակ հոսանքի համար վճարել։ Հիմա իրենք անում են ֆանտաստիկ ակցիա, ուրեմն, եթե դու գնում ես արևային կայան 10 կիլովատ եւ ավելի հզորությամբ, նվեր ես տանում iPhone 15 հեռախոս։ Համ փաստորեն հոսանքիդ գումարն է զրոյացնում, պլյուս դրան ունենում ես iPhone 15 հեռախոս, որը կարող եք սիրով նվիրել ձեր կնոջը։ Իսկ ինտերնետի համար էլ է դա։ 8 Ital Solar, ասա որ գայթակղիչ առաջարկա։ Հա։ Տեղադրում ես այդ արևային կայանը, Շուշանին էլ նվիրում ես այդ iPhone 15 հեռախոսը, որ իր մակարոնները սիրուն նկարի։ Շուշանի հեռախոսը ինձ լավն է, այնց որ այդ իմն է։ Հա, Իրա մոտ 15 է, իմ մոտ 14։ Լավ, քեզ կպահես։ Մենակ մինիմալ 10 կիլովատից եւ ավելի արևային կայան տեղադրես եւ Ital Solar։ Ամռանա Երևանում այդ արևը կա։ Իդեպ ասեմ, որ ձմռանն էլ կա։ Գիտես, ինձ թվում էր արևը պիտի լինի, որ արևային կայանը լիցքավորվի, բայց դա բացարձակ պարտադրիչ չի, որտեղ ինքը լույսով է լիցքավորվում։ Այնպես որ հիշի 8128 Ital Solar արևային կայան պլյուս iPhone 15 հեռախոս եւ զրոյացած հոսանքի հաշիվ։ Առաջարկում եմ գինի խմենք, ու շատ եմ սիրում ես ֆրունզիկը, առհասարակ ֆրունզիկին եմ շատ սիրում։ Ես։ Ու տանիքում շատ յուրահատուկ է լինում, գիտես, գինի խմելը, երազանք պահելը, ասեմ, որ աշխատող է։ Ունես երազանք։ Հեսակ մտածեմ։ Դե շուտ մտածի, որտեվ հեսա բացելու ենք, կխնդրեմ, որպեսզի դու բացես։ Իրենք հիմա մենք կմբոշխնենք, այսպես ասած, կարմիր տարբերակը, բայց իրենք ունեն սպիտակը, ռոզեն։ Իդեպ սպիտակը ես պահել եմ, որպեսզի դու տանես ու Շուշանի հետ միասին վայելեք։ Շատ լավ։ Պահեցիր երազանք։ Այո։ Սկզբունք, որին երբեք չես դավաճանում։ Երբեք չեմ փոխվի։ Ես ոնց կամ, ոնց ինձ մարդիկ գիտեն, ինձ ոչինչ չի փոխի։ Մարդկային մեծագույն արժեքը։ Մարդ լինելը։ Ինչն է, որ երբեք չես ների։ Իրական ես շատ ներող մարդ եմ։ Ցանկացած բան կարող եմ ներեմ, բայց թե ինչ մակարդակով կներեմ, կախված է այդ կատարած սխալից մարդու։ Եվ ասում, որ հանդիպես ինչ կասես։ Կուզեի, որ մարդկանց գիտակցության մեջ ինքը ավելի շատ լիներ։ Ես քեզ շնորհակալ եմ այս անկեղծության համար, այս ջերմ զրույցի համար, որ այսօր այս տանիքում մենք միասին ունեցանք։ Ես քեզ ինձ համար համենայն դեպս բացահայտեցի ու առաջի տպավորությունը խաբուսիկ չէր, որովհետև դու ինձ վրա շատ անկեղծ, շատ լուսավոր ու շատ բարի անձնավորության տպավորություն էր թողել, ինչն էլ որ արդարացվեց։ Նույն կարծիքը ունեմ ես կան։ Անկեղծ, որ ոնց որ իրոք մի 20 տարի էր ճանաչենք, բայց մի շաբաթ է։ Դա գիտես, վերջում ունենք անտիստրես, պիտի գոռանք իրար հետ այս տանիքից։ Հա, պրոբլեմ չկա։ Խմենք նոր լեւոն։ Դա լավ գորացավ է։ Հաղորդման գործընկերներն են Ital Solar-ը, Amio Bank-ը, Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը, Սրտի տանիքներով, Musa Production։ Շնորհակալություն Թինա Թևոսյան Beauty Center-ին։